Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով ռուսական հացահատիկով բեռնված գնացքը հասել է Հայաստան։ Գիշերը 15 վագոն ցորենը այրում կայարանում դիմավորել է էկոնոմիկայի նախարարը։ Սիրելի հայրենակիցներ, ես հիմա այրում կայարանում եմ եւ այստեղ պատմական իրադարձություն տեղի ունեցավ մի քանի րոպե առաջ, առաջին անգամ գրեթե 3.5 տասնամյակի ընդմիջումից հետո երկաթուղային ճանապարհով Ադրբեջանի տարածքով Հայաստան եկավ բեռ, մասնավորապես 15 վագոն բեռ, 1000 տոննա ցորեն, ռուսական ծագման ցորեն եկավ Հայաստան, որը անցել է Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով երկաթուղային ճանապարհով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի եւս 132 վագոն ցորեն։ При этом мы понимаем. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներին, ինչպես նաեւ վրացական կողմին Հարավային Կովկասի տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեղ աշխատանքի փոխադրումների կազմակերպման համար։ Ղազախստանից Հայաստան ուղարկվող հացահատիկը հասել է Ադրբեջան, հայտնել են այդ երկրի պետական լրատվական գործակալությունները, այն նույնպես կանցնի Վրաստանի տարածքով եւ կգա այրում կայարան։ Հայաստանում հացի գինը մի քիչ թանկ է։ Նոր ճանապարհով ներկրվող ցորենը արդյոք կեժանացնի հացի գինը։ Հայաստանում հարևան երկրների համեմատ հացը 20%-ով թանկ է։ Տնտեսագետ Աշոտ Ֆարսյանը նկատում է, որ ցորենի արժեքը հացի գնի 50%-ն է կազմում եւ էական այլ գործոններ նույնպես կան՝ էներգակիրներ, աշխատուժի ծախսեր։ Հետևաբար նոր ուղիներով ցորենի ներկրումը միայն քաղաքական էֆեկտ ունի եւ ոչ սոցիալական։ Միանգամից ասել, որ այս ճանապարհը դա մեր համար ինչ-որ նոր փրկության ճանապարհ է լինելու եւ հացը էժանանալու է, հետո էլ մնացած ամեն ինչն է էժանանալու, կարծում եմ դեռ ժամանակավրեպ է, իսկ այս պայն տպավորությունը այնպեսին է, որ ուղղակի այդ առաքումը անում են, որպեսզի ցույց տան, որ ապաշրջափակումը սկսել է։ Վերլուծաբանները հիշեցնում են, որ հայկական Արցախից Հայաստան տարեկան 100,000 տոննա հացահատիկ է ներկրվում։ Մեր երկիրը մեկ տարում սպառում է մինչև 350,000 տոննա ցորեն։ Հետևաբար Արցախի հանձնումը մեծ հարված է նաև մեր պարենային անվտանգությանը, եւ այժմ Հայաստանը ստիպված է այլ ճանապարհներ փնտրել, այդ թվում Ադրբեջանով հացահատիկ ներկրելու համար։ Առավոտյան խոշոր հրդեհ բռնկվել Կոմիտասի Երևան City սուպերմարկետի սննդի կետերից մեկում։ 10 հրշեջ մեքենա է մեկնել դեպքի վայր։ Ականատեսները պատմում են, որ կրակը արագ տարածվում էր դեպի սուպերմարկետի երկրորդ հարկ։ Ներսում գտնվող բոլոր քաղաքացիներին տարհանել են։ Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը։ Շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ 400,000 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել է այն ուսուցիչների վարձատրության տվյալները, որոնք 2025 թվականի ընթացքում անցել են ատեստավորում։ Ըստ Փաշինյանի, ավելի քան 2000 ուսուցիչ ստանում է 300-ից 400,000 դրամ վարձատրություն եւ ընդամենը երկուսն են, որ ստանում են 700,000 եւ ավելի։ Երկու ուսուցիչ ունենք, որ 700,000 դրամ եւ ավել վարձատրություն են ստանում։ Ես նախարարի հետ քննարկում եմ, ասում եմ այն ինչ որ անում են այս երկու ուսուցիչները մեր հարգելի եւ ստանում են 700,000 դրամից ավել ամեն ամիս ստանում են 700,000 դրամ եւ ավել վարձատրություն։ Սա կարող է ցանկացած ուսուցչի հասանելի գործընթացա, թե ինչ որ մի բան կա, որը հասանելի է միայն եւ միայն բացառապես նշված երկու ուսուցիչներին եւ բնականաբար նույնը հասանելի է ինչ որ իրենք անում են եւ ստանում են հասանելի է նաեւ մյուս բոլոր ուսուցիչներին։ Պաշտպանության նախարարությունը այս տարի լրացուցիչ 4.350.636 դրամ կստանա Հայաստանի պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջության եւ սահմանների անձեռնամխելիության ապահովման համար։ Որոշումը ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Երկու արտասահմանցի փորձեր են մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած մոտ 7.5 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց վաճառել $50,000 դիմաց։ Նախաքննությամբ պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիները հոկտեմբերի 28-ին ապօրինի հատել են Հայաստանի սահմանը թմրամիջոցը ձեռքներին։ Քրեական վարույթի ընթացքում պարզվել է նաև, որ նրանցից մեկը Հայաստանում ազատազրկված է եղել ապօրինի սահմանահատման համար։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ օտարազգի երկու քաղաքացիների նկատմամբ թմրամիջոցների
մաքսանենգության, ապօրինի շրջանառության եւ սահմանահատման հոդվածներով հարուցվել է քրեական բարույթ, նրանք կալանավորվել են։ Արմավիր քրեակատարողական հիմնարկ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների անակնկալ այցի ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, ազատությունից զրկված ոչ բոլոր անձինք են ապահովված եղել անհրաժեշտ անկողնային պարագաներով, պասկով եւ հիգիենիկ պարագաներով, մասնաշենքում տեսագրող եւ տեսաձայնագրող համակարգերը չեն ներառել մասնաշենքերի ամբողջ տարածքը, ինչը խնդրահարույց է խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման, անվտանգության ապահովման հարցում։ Մասնաշենքում նաեւ խցերում միջատներ կրծողներ են եղել։ Ստացվել են ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին տեղեկություններ, նշված է ՄԻՊ հաղորդագրությունում։ Միացյալ Նահանգները պատերազմ չի փնտրում որևէ երկրի հետ, ասել է Դոնալդ Թրամփը միջուկային զենքերի փորձարկումներ անելու իր հայտարարությունից մի քանի օր անց։ Ռուսաստանը Վաշինգտոնից պարզաբանումներ էր խնդրել Թրամփի հայտարարության վերաբերյալ եւ չստանալով դրանք, Պուտինը 3 հանձնարարել է սկսել ռուսական միջուկային զենքերի փորձարկումների նախապատրաստություն։ Թրամփը կրկին պարզեցել է իր երկրի միջուկային զենքերի առատությամբ, բայց նաեւ ասել, թե այդ միտքը նրան սարսափեցնում է։ Մենք առաջինն ենք միջուկային հզորությամբ, բայց դա նաև սարսափելի է, շատ ծանր վիճակ կստեղծվի, եթե երբևէ ստիպված լինենք կիրառել։ Ռուսաստանը երկրորդն է, Չինաստանը հեռավոր երրորդը, բայց նրանք մեզ կհասնեն 4-5 տարվա ընթացքում։ Նրանք ուզում են մեզ հասնել եւ կկարողանան հասնել։ Իսկ միգուցե մենք աշխատենք մեր երեքի միջուկային զինաթափման պլանի վրա։ Թրամփն ասել է, որ չի մեկնելու հարավային Աֆրիկա G20-ի գագաթնաժողովին։ Այնտեղ ոչ մի լավ բան չի կատարվում, ասել է նա։ Թրամփն անդրադարձել է նաև Նյու Յորքի քաղաքապետ ընտրված Մամդանիին եւ ասել, թե այդ դեմոկրատի հաղթանակով ԱՄՆ-ն մասամբ կորցրել է իր ինքնիշխանությունը։ Ելույթի վերջում ԱՄՆ նախագահը պարել է։